քանի որ դուք մեղադրեցիք լրագրողներին քաղաքական շատ սարքել լրագրողներին չկրկնում եմ լրագրողների ինձ համար ես անձերի նկատի ունեմ ովքեր որ իրենց գործունեությամբ են ես լրագրողի մասնակից ես խնդրում եմ էլի 1000 որտեղ լրագրողները ինձ համար ամենա այսպես ասած սիրելի ամենահարգված այսպես համքարությունն է հետո շատ լավ հիմա ես վստահ եմ այն հարցը հնչեցնող մարդը ուղղված էր ձեր հայտարարությունը վստահաբար քաղաքական անցյալ չունի այնպես ինչպես շատերը այստեղ նստած փոխարենը դուք ունեք քաղաքական անցյալ պարոն Հովակիմյան դուք քաղաքացիական պայմանագրի կուսակցության հիմնադիր անդամ եք եւ մանդատը դնելով եւ կուսակցությունից դուրս գալով մարդու մտքերը գաղափարները եւ բաները չեն փոխվում հիմա ուզում եմ հասկանալ դուք ինչ հարաբերություններ ունեք ձեր նախկին գործընկերների հետ պահպանել եք հարաբերությունները թե ոչ եւ քանի որ ամեն դեպքում ձեր քաղաքական անցյալն է նաեւ հանրության շրջանում այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսպես խորը կասկածներ առաջացնում եւ նաեւ այդ նկարները եւ մեկնաբանությունները նաեւ դա է պատճառը որ բավական սուր են ուզում հասկանալ դուք երբևէ մտածել եք եւ իդեպ դա նաեւ ստվերում է կարծում եմ ԿՀ ինստիտուցիոնալ համակարգի հա որպես այսպես կառույցի գործունեությանը դուք երբևէ մտածել եք այս ընթացքում որ կարելի է հրաժարական ներկայացնել դիտարկել եք նման հաց եւ հիմա դիտարկում եք շատ լավ էր որ ասացիք որ մարդու մտքերը եւ գաղափարները չեն փոխվում տեսեք ես հարց տվել եք ասում եմ բազմիցս այս հարցին անդրադարձել եմ բայց հիմա ավելի այսպես ավելի բաց ավելի ասում եմ նույնիսկ թափանցիկ ձևով պատմեմ ես 96 թվականից երբ որ 95 թվականի բանակից վերադարձել եմ եւ ընդունել եմ կրկին անգամ ընդունել եմ համալսարան ես 96-ից սկսել եմ այսպես ասած ակտիվ այն ժամանակ ուսանողական գործունեությամբ եւ այդ ժամանակ նախագահական ընտրություններն էին 96-ի այսպես Վազգեն Մանուկյանի այն ժամանակ նախագահի տեխնացու էր իր աջակից երիտասարդների շարքերում եմ։ Ես ինձ հիմա ասում եմ, ավելին, ես կարող ասեմ ձեզ հայտնի, կան ներկայիս քաղաքական գործիչներ, որ այն ժամանակ կրկին այդտեղ են եղել։ Ավելին կան մարդիկ, որոնց հետ մենք այդ ժամանակ ընկերներ ենք եղել։ Հիմա իրենք, այսպես ասած, իրենք էլ իրենց թույլ են տալիս իմ հասցեին շուտ վիավորական որակումներ տան, բայց Կավիցի, ես ասում եմ, 98-ից սկսել եմ զբաղվել լրագրողությամբ և իմ ըստ էության լրագրողությամբ նաև զբաղվելու իմ որոշումը եղել այն, որ ակունքը, այսինքն հիմքը, պատճառը, մոտիվացիան եղել այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության հարցը պիտի որոշվի բացառապես ազատ արդար թափանցիկ ընտրություններով։ Եվ ես ըստ էության 98-ից զբաղվելով լրագրողությամբ, այս հին լրագրողների բոլորը կարող են իրացից փաստել, որ ես շատ սերտորեն սկսել եմ զբաղվել ընտրություններով։ Հենց ընտրությունների լուսաբանման, ընտրական համակարգ, ամեն ինչ, այսպես ասենք, այսինքն որպես լրագրող, որքան հնարավոր էր ընտրություններով մանրամասն զբաղվել։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշումը արդեն 15 թվականին կրկին ամբողջ մոտիվացիան քաղաքական գործունեությամբ զբաղվելու եղել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները պիտի անցնեն ազատ արդար թափանցիկ եւ իշխանությունը կլինի տեղական մակարդակում, թե համապետական մակարդակում պիտի լինեն ընտրված։ Իմ ամբողջ եւ ինի կարող եք հետ գնալ որպես падգամավորի իմ գործունեություն դիտարկել եւ կտեսնեք որ էլի կարմիրցելով անցնում է ընտրություն, ընտրական օրենսգիր, այս ամենը։ Եվ ես հարցի ասում եմ, այսինքն ասածս ինչ է, որ ԿՀ նախագահի պաշտոնում հավակնելով եւ ընտրվելով ես
առավել քան հարազատ եմ մնացել այն գաղափարներին, այն մտքերին, որ ես ունեցել եմ մինչև քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական գործունեության ծավալելու ընթացքում, այսինքն ես հենց իմ ամբողջ գործունեությունը նվիրված է եղել, որպեսզի Հայաստանում ընտրությունները ես իմ ասենք կարողությունների չափով նպաստեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընտրությունը անցնեն ազատ արդար թափանցիկ, այսինքն իմ նախկին քաղաքական գործունեություն լինելը դա այս դեպքում ես կարող եմ այսպես ասել, դա ընդհանրապես մասնագիտություն է։ Նույն հաջողությամբ կարելի է մարդուն անդադ տարբեր, ասենք, կյանքի էտապներում ունեցած մասնագիտությունները այսպես որպես բացասական դիտարկել։ Ես ավելին պիտի ասեմ, այդ եզրույթը, ասենք, օրինակ կուսակցական է եղել, չէ, չի եղել։ Երբ որ հարգելի լրագրողներ ջան, ես նաև նույն քաղաքասարակության ներկայացուցիչներին եմ ասել, սա եղել է առիթ, որ ասեմ, որ տեսեք, երբ որ դուք որևէ ապաքաղաքական պաշտոնի, չէ, հավակնողին, որպես բացասական ներկայացնում եք կուսակցական լինելը, ակամա կուսակցական լինելը դարձնում եք շատ վատ բան։ Որտեղ ստացվում է, որ մարդը, օրինակ ասենք, երիտասարդ հարգելի լրագրողներ, նայեք ամբողջ Եվրոպա, նայեք, ես ձեզ ասում եմ, նայեք Եվրոպան, նայեք, չգիտեմ, ժողովրդավարական երկրներ, որ ուզում եք նայեք, մարդը ունի կենսագրություն, ինքը կարող է լինել կուսակցական գործունեությունը դադարեցնել եւ գնալ ապաքաղաքական անկախ գործունեության հավակնել։ Որ ժողովրդավարական երկիր ուզում եք նայել։ Այսինքն այստեղ խնդիրը նախկին կուսակցական լինելը ներկայացնել որպես սուբյեկտիվիզմ, այդ կներեք այդպես չի ու սա այդ մոտեցումը սխալ է, որտեղ դա կուսակցություններին ակամա ձեր, այսինքն այսպես բանաձևում կուսակցություն դառնում է շատ վատ բան, որ եթե հանկարծ վաղը քո կարիերայում կարող լինել այնպես, որ դու ցանկանաս հավակնել օրինակ ապաքաղաքական պաշտոնի, այ կուսակցական լինելը շատ վատ բան է, դու երբեք այլևս չես կարող հավակնել։ Դա համար եմ ասում, սա նույնն է թե ասել, որ մարդը կյանքի ինչ-որ փուլում լրագրող է եղել մասնակցությամբ, վերջ ինքը չի կարող ապաքաղաքական կամ ինչ-որ պաշտոն զբաղեցնել։ Սահմանադրությունը իզուր չի ասում, որ իր գործունեության, իր պաշտոնավարման ընթացքում, եթե նման խնդիր լիներ, սահմանադրությունը չէր ասել պաշտոնավարման ընթացքում, կասեր մինչ այդ երբևէ ասում քաղաքական գործունեության զբաղվածների հետ կապված։ Եվ կա ինստիտուտի հետ կապված էլ մի բան էլ ասեմ, մեծ հետաքրքիր է, բայց ասենք ամենայն հարգանքով կը ներկայիս անդամներից առնվազն երկուսը քաղաքական անցյալ ունեցող մարդիկ են։ Ու իրենք հին կազմից են, այդպես ասեմ, բայց իրենք է ժամանակին, երբ որ եկել են ԿԸՀ, այդ ժամանակ դադարեցրել են իրենց կուսակցական քաղաքական գործունեությունը եւ նշանակվել են ԿԸՀ անդամ։ Եվ սկսել են պաշտոնավարել, այսինքն այս ասվածը ամենևին տեղին չի եւ մեկ էլ չէ, դեր հարաբերությունները չպատասխանում։ Հա, հարաբերությունները կարող եմ ասել, որ տեսեք, ում հետ որ ուղակի տարիների, ասենք, վաղեմի ընկերություն ենք ունեցել, փորձում ենք այդ ընկերությունը որքան թույլ է տալիս արդեն պաշտոնի կարգավիճակը ժամանակ նկատել զբաղվածությունը, այդ ընկերությունը ինչ-որ կերպ պահպանել։ Օրինակում ունեք հարաբերություններ։ Այս վերջի, այսպես ասեմ, վերջին երևի մոտավորապես 6 ամիսը ըստ էության չեմ կարողացել շփվել, ասում եմ, եթե ձեզ քաղաքական, որ ասում եմ, քաղաքական ներկայիս պաշտոն ունեցող իմ ընկերներն են, իրենց հետ մյուս, ասենք, ընկերներ, ես ասեմ իմ բոլոր ընկերներից, որոնք որ մինչև պաշտոն ստանձնել, մինչև պատգամավոր դառնալ ունեցել, որևէ բան չի փոխվել։ Այդ թվում դպրոցական ընկերները, այդ թվում իմ թաղամասում, որտեղ որ ծնվել մեծացել եմ, ասենք, ընկերներից մի մասը, ասենք, կան անձնական բիզնես ունեն կամ աշխատող, ասենք, չգիտեմ, ինչ ասում, վարպետ, հա, արհեստավոր չասեմ, ասենք, վարպետներ են։ Ես բոլորի հետ շփումները տեսեք, կուսակցական գործընկեր չէ, ես ասում եմ կուսակցական չի։ Ես այնտեղ
կոնկրետ քաղաքացիական պայմանների կուսակցությունում ունեմ ընկերներ, որոնց այդ իմ ընկերությունը կուսակցական գործունեությամբ չպայմանավորված։ Պայմանավորված է դեռևս 2000-ականի սկզբից մեր, այսպես ասած, երբ որ նույնիսկ քաղաքական, ասենք, այդ գործունեությամբ զբաղվելու այդ իսկի նման հեռանկար չկար, վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ 1 տարի առաջ, այսինքն զուտ անձնականով 1 տարի առաջ, ավելի քան 1 տարի առաջ։ Այս ընթացքում անցած տարի 2 անգամ եկել է պաշտոնական միջոցառումներ, որ իր նախագահությամբ նիստի եմ մասնակցել, այնտեղ հակակոռուպցիոն խորհուրդ գոյություն ունի, վարչապետի որոշումով ստեղծված, այդ աշխատանքներին եմ մասնակցել, բայց այդպես չէ։ Բայց շատ կցանկանայի, որ հնարավորություն ուներ ուղղակի, որ կարողանայի, ասենք, ընկերներիս հետ շփվել։ Բայց այդ պաշտոնի տեսեք, եթե ես երբևիցե համարեմ, որ ես թերացել եմ, այսպես ասենք, այսինքն նկատի ունեմ իմ գործունեությամբ ինչ-որ թերացում է եղել, այսպես ասենք, կարող եմ ամբալնի, եթե ես տեսնեմ, որ ես կարող էի անել, այսպես չգիտեմ, ասենք, իմ գործունեությամբ ինչ-որ մեծ ինչ-որ վնաս եմ տվել Հայաստանի Հանրապետության։ Ես ասում եմ, ես իրականության մեջ այս ընտրությունները, ես ինչ եմ ասում, հարգելի լրագրողներ ջան, բոլոր ընտրությունները օնլայն է եղել։ Այս ընտրությունները մի հատ կադրեր, զինվորների կադրերից բացի, կարակ ուրիշ կադր ցույց տալ, որ խախտումների մասին խոսում եք։ Ես ուղղակի ուզում եմ, որպեսզի հետ վերադառնանք, մի հատ բան անենք։ Չկա այն քաղաքական գնահատականները, քաղաքական գործիչների մեղադրանքները, ես ամեն ինչ հասկանում եմ։ Ես ասում եմ փաստեր, խախտումներ։ Ընտրությունները օնլայն ռեժիմում է եղել։ Բերեք այդ տեսագրություն։ Գիտեք, որ բոլոր գնացված կուսակցությունները հնարավորություն են ունեցել բոլոր տեղամասերը միաժամանակ դիտելու, ավելին քվեարկության օրվանից հետո իրենք հնարավորություն ունեին բոլոր այդ 1757 տեղամասերի ձայնագրությունները 2 օրվա ներբեռնելու։ Ես նկատի ունեմ, որ կարող էին ներբեռնել, դնել, դանդաղ, երկար, կադրերով նայել, խախտումները ցույց տալ։ Հասկանում եք, ես դա համար եմ ասում, ես համանդրական դատարանում եմ ասում, բերեք այդ խախտումները, ցույց տվեք այդ խախտումները։ Ցույց տվեք, որովհետև այդպես քաղաքական գործիչը, այո, ազատ է, քաղաքական գործիչը ինչ ուզի կհայտարարի։ Չեք մտածել։ Իհարկե ոչ։